Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Մրցաշրջան 2026-ում հայկական սպորտի օլիմպիական մարզաձևերից առաջին մեդալը հրաձգությունում էր։ Բուլղարիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Դավիթ Խաչատրյանը 16 տարեկան մարզիկների պայքարում դարձավ Եվրոպայի չեմպիոն, սահմանելով նաև Եվրոպայի ռեկորդ։ Դավիթն այսօր մեր հյուրն է։ Դավիթ, նախ շնորհավորում եմ կարևոր հաղթանակի կապակցությամբ։ 16 տարեկանում Եվրոպայի չեմպիոն ես, զգացողություններդ ու արդյոք քեզ արդեն չեմպիոն ես զգում։ Լավ, դեռ ոչ չեմպիոն չեմ զգում։ Ինչն է խանգարում, ամեն դեպքում ի պատիվ քեզ հնչեց հայոց օրներգը, բարձրացավ մեր եռագույնը։ Դե ես դեռ ուզում եմ ավելի, ասենք ասած, չեմպիոնների տիտղոսը ավելի բարձրացնել, ավելի շատ ռեկորդներ սահմանել, ինչու՞ չէ նաև օլիմպիական մեդալ ստանալ։ Դավիթ, իսկ գիտեիր, որ առաջին չեմպիոնական տիտղոսը օլիմպիական մարզաձևերից դու ես բերում Հայաստան։ Ոչ։ Սա քո առաջին ոսկե մեդալն էր Եվրոպայի առաջնություններում ու առհասարակ այսպիսի մեծ մրցաշարերում։ Ինչ զգացողություն էր այդ պահին։ Շատ լավ է ինձ զգում, չի հավատում ամենասկզբից։ Իմ աչքներից ելնելով ինձ թվում էր, որ դեռ 3-4 տեղն եմ։ Որն էր քո համար կարևոր լինելու, ռեկորդը թե Եվրոպայի ոսկին։ Եվրոպայի ոսկին։ Դավիթ, երբ պայմանավորվում էինք հարցազրույցի համար, կար խնդիր դասերը դասի չգնալու, դպրոց չգնալու։ Դու կտրականապես մերժեցիր։ Միշտ ես ուսման այդքան կարևորություն տալիս։ Այո, շատ կարևորություն եմ տալիս, քանի որ ուսումը չլներ, ես Եվրոպայի առաջնությունների ժամանակ անգլերեն չէի իմանա։ Դավիթ ջան, դպրոցի առարկաներից ո՞րն է օգնում հրաձգության ժամանակ։ Հանրաշիվը նա օգնում է հաշվարկների մեջ, իմանալով, որ օրինակ եմ բերում 9-6 կամ 14 գտնելուց, ինչ միավոր գտնեմ, որը ցուցանիշը փակեմ։ Դավիթ, դպրոցում ընկերներդ, ուսուցիչներդ ինչպես վերաբերվեցին չեմպիոնությանդ։ Շատ լավ, կանչել են դաժե տնօրենի մոտ։ Արդեն դպրոցում քեզ որպես չեմպիոն վերաբերվում են։ Այո։ Սա քո առաջին մեծ մրցաշարն է, մեծ հաջողությունն է։ Ինչ այն փոխեց քո մեջ որպես մարզիկ, որպես մարդ։ Իմ մեջ փոխեց այն, որ ես ավելի բարձունքների հասնեմ, բարձունքն բացի նաև շրջապատ։ Եվրոպայում մրցակիցներդ քեզ ճանաչում էին։ Կիսով չէ, այո, կիսով չէ ոչ։ Իրենց համար անակնկալ էր քո չեմպիոնությունը։ Իմ կարծիքով այո։ Դավիթ, դու ոչ միայն հաղթեցիր, այլև սահմանեցիր Եվրոպայի ռեկորդ։ Այո։ Երբ հասկացար, որ մոտ ես Եվրոպայի ռեկորդին։ Երբ հայացքս թեքեցի իմ արձիչի վրա։ Ու ինչն է քեզ հուշեց։ Ինչ տեսար, ինչ հասկացար։ Ինչ ժպիտը։ Նախավերջի կրակից առաջ ես իմ հայացքը թեքեցի դեպի իմ արձիչը, նրա ժպիտից իմացա, որ ռեզուլտատը շատ լավն է։ Այ կուզեմ այդ վերջին պահը, արցնենք վերջին կրակոց։ Ինչ ես հիշում, ինչ էիր պատկերացնում վերջին կրակոցի ժամանակ, ինչ կհիշես այդ վայրկյաններից։ Լարվածություն, այն զգացողությունը, որ մեդալը իմն է։ Դավիթ, իսկ ինչպես հայտնվեցիր հրաձգությունում։ Հրաձգության մասին իմ հայրն էր ասել, այստեղ գալ, ես փոքր շատ էի սիրել կրակել, անդադ հայրիկի զենքով, տիրի երացանով մեկ-մեկ գնում ենք անտառ կրակելու, հայրիկս տեսել էր, որ ես շատ եմ սիրում հրաձգությունը եւ որոշեց ինձ բերել այստեղ։ Որսորդություն սիրում ես։ Այո։ Հատկապես ինչ որս ես գնում։ Հատկապես թռչում։ Այդ դեպքում այն շատ մոտ կլներ նաեւ վազող թիրախ մրցաձևին։ Ինչու՞ չես ընտրել այդ մրցաձևը։ Դե ինձ ավելի հանգիստ սպորտաձև էի ուզում, ինձ այդտեղ այդքան հանգստություն չկար։ Դավիթ, ո՞րն է լինելու, արդեն մտածել ես մեծ հաղթանակներիդ մասին։ Շատ անգամ մտածել։ Ինձ այս Եվրոպայի առաջնությունը հաղթանակ պատճառելով ինձ վստահություն տվեց, որ ես այս հաղթանակով ավելի շատ հաղթանակներ։ Ռեկորդի մասին խոսենք, քանի միավոր ես խոցել, քանի կրակոցով։ 40 կրակոցից 414.7 միավոր, ինձ համար դա միջին է։
Այսինքն մարզումների ժամանակ ավելին է իր խոցել։ Այո։ 36-ը 10 է կպել, 4-ը 9։ Մի հատիկ հենց ամենավերջի վիստրել է, 9-2 կպա, որից համար շատ վատ էր։ Դա հենց լարվածությունն էր։ Այո։ Դավիթ, իսկ հիմա չեմպիոնն ընդդեմ լրագրողի, հաղորդավարի։ Ես քեզ մարտահրավեր եմ նետում, իհարկե լավ հասկանում եմ, որ դու պրոֆեսիոնալ ես, ես սիրողական։ Իսկ թվում է պետք է որ հաղթես, բայց ամեն դեպքում դա մարտահրավեր է։ Կփորձենք կրակել միասին, կփորձենք նաև կրակելու ընթացքում փոքրիկ բաթլ ունենալ։ Իհարկե ես քեզ խանգարելու եմ, որը հրաձգության ժամանակ ինչ որտեղ չի թույլատրվում։ Դավիթ, հիմա կրակում ենք, ով կենտրոնին ավելի մոտ եղավ, նա էլ հաղթում է։ Դավիթ, շնորհավորում եմ, դու հաղթեցիր, հիմա երկրորդ փուլում ես քեզ կփորձեմ հարցեր տալ, շեղել ու դրանից հետո դու կրակես ու նաև հարց կտամ այնպիսի հարց, որ փորձես նաև հիշողությունդ լարես։ Տեսնենք թե լարվածության ու հոգեբանության ֆոնի վրա ինչպես ես կրակում։ Պատրաստ ես։ Դե լիցքավորիր։ Դավիթ, ով է եղել առաջին լուրջ մրցակիցդ հրաձգությունում։ Չհիշում։ Եվրոպայի առաջնության եզրափակիչում ով էր մրցակիցդ։ Լատվիացի երկրորդ տեղ էր ընկել։ Հատկապես ինչի շնորհիվ կարողացար նրան հաղթել։ Գիտելիքի։ Ասում են հրացան կրակողները նշանառությունից այդքան լավ չեն, քան ատրճանակ կրակողները։ Ինչ կասես։ Ոչ համաձայն չեմ։ Նրանք ավելի վատ են կրակում, քան դուք։ 50-50։ Դե հիմա կրակից տեսնենք։ Պարզում եմ, որ երբ նրան խանգարում են, նա ավելի լավ է կրակում։ Դավիթ, հրաձգությունում ի՞նչն է ավելի կարևոր՝ շնչառությունը, հոգեբանությունը։ Երկուսն է շատ կարևոր են, կարծիքով ավելի շատ հոգեբանությունը։ Ինչպես պետք է շնչել կրակելիս։ Հնարավորինս դանդաղ։ Դավիթ, իսկ դիրքը որքանով է կարևոր ճիշտ կրակելու ժամանակ։ Դիրքը նույնպես շատ կարևոր է։ Կախված է նրանից, թե դու ոնց ես զենք քո վրա հարմարացրել, ասենք օրինակ զատիլնիկը վերև ներքև միջացնելու դեպքում կարող քո միշենը զենք պալու շատ ներքև լինի կամ շատ վերև։ Քեզ հետ մրցելիս ես ոչ մի հնարավորություն չունեցա, ճիշտ է, մենք մրցում էինք շատ լուրջ կանոններով, ընկերներդ ասում էին, որ 10 ասեղի անցքի չափ այդքան մեծություն ունի, իսկ սիրողական մարդու համար նման նշանառություն ունենալը բավականին բարդ է լինելու։ Խնդրեմ ինձ սովորեցնես ճիշտ կրակել։ Զենքը վերցրեք դրեք շտատիվին։ Անպայման ուսը զատիլնիկին նորմալ։ Ոտքի բացվածքը։ Հատուկ նշանակություն կա, քանի սանտիմ պետք է լինի կամ ուսերին հավասար պետք է լինի կամ ինչպես։ Որոշ մարզիկների համար այո։ Ճիշտ եմ բռնել։ Ոչ, այսպես բռնեք։ Սա այսպես։ Ձեռքս դողում էր կրակելիս։ Դա անփորձություն է, թե ուղղակի զենք ինձ հարմար չի կամ սկսնակ եմ դրա համար։ Դա կարող է նրանից լինել, որովհետև դուք ինպես հագուստով չեք, սա նաև շատ ավելի հանգստացնում է մարմինը, քանի որ դուք հենվում եք այս հագուստի վրա։ Իսկ այս դեպքում կարող եք արմունկը դնել կոնքի վրա, այսինքն։ Իսկ շնչել ես պահին։ Շունչս պահեմ։ Այո, անպայման։ Հետաքրքիր է, մոտ էի, բայց ամեն դեպքում ինձ մոտ կրակելը դեռ լավ չի ստացվում։ Դե ինչ Դավիթ ջան, շնորհակալություն, քեզ նորանոր հաղթանակներ եմ մաղթում ու վստահ եմ, որ դու ավելի բարձր տարիքային խմբում կրկին չեմպիոնական տիտղոսներ ես նվաճելու ու բարձր ես պահելու մեր երկրի պատիվը։ Շատ շնորհակալություն։ Դավիթի հետ մեր զրույցն ավարտվեց, բայց հրաձգությունում մեր զրույցը շարունակվելու է։ Առջևում Եվրոպայի առաջնությունն է Երևանում ու մենք խոսելու ենք հենց այդ թեմայի մասին։
Հրաձգության շուրջ մեր զրույցը շարունակվում է, ես զրուցակիցս Հրաձգության Հայաստանի Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանն է։ Արեգ ջան, նախ շնորհավորում եմ կարևոր ու տարվա առաջին նվաճման կապակցությամբ, դա օլիմպիական մարզաձևերից Հայաստանի առաջին խոշոր նվաճումն է մրցաշրջան 2026-ում։ Սպասելի նվաճում էր։ Շնորհակալություն, շնորհավորանքի համար բոլորիս աչքը լույս լինի, իրոք տարիների վեր հրացանձևից, օլիմպիական հրացանձևից մենք չեմպիոն, մեդալակիր ունեցել էինք, բայց չեմպիոնական տիտղոս չէինք ունեցել Պետիկյան հրաչից հետո։ Դավիթը ճիշտն ասած սպասելի էր, բայց ինչ որ միտեղ երևի Դավիթը գերակատարեց իր սպասումները, իրոք մի փոքր անակնկալ կար, բայց Դավիթը արդեն բավականին փորձառու մարզիկ է, միջև 16 տարեկանների Եվրոպայի պատանեկան առաջնությանն է մասնակցել եւ հույսով եմ այս նույն նպատակասլացությամբ Դավիթը կշարունակի իր մարզումները ու մրցելույթները։ Շատ բարձ ստացվեց նրա հետ զրույցը, ինչու, որովհետև չխոսքան էր։ Բոլոր հրաձիկներն են այդպես։ Հրաձգության տարբեր ձևերի մեջ, հա, կա բնավորության տարբերություն, որը դասավորվում է, ենթադրում եմ, հենց հրաձգության սպորտաձևի բնությունից։ Այո, հրացան ձևը, քանի որ ինքը ամենաշատն է համբերատարություն պահանջում, ամենադիպուկություն, ամենայդ մանրակրկիտ աշխատանք պահանջող ձևն է, ամենահասարակ օրինակը բերեմ հրացանի 10-ը ամենափոքր 10-ն է ընդհանրապես հրաձգության բոլոր ձևերի մեջ։ Ասում են ասեղի ծակից է։ Այո, ու դու պարտավոր ես 60 հատ 10 եւ 5, դե 10-որդականները հաշվում նաեւ սիստեման, ինքը դու պարտավոր ես միջինը 15 կպնես անընդհատ, ոչ թե ուղղակի 10 կպնես այդ ասեղի գլխի վրա եւ ավտոմատ նաեւ հրացանձևի մարզիկներին ակնհայտ է իրանց բնավորության վրա դա ազդում է ու իրանք շատ հանգի, սառնասիր պետք է ապահովեն այդ իրանց խարակտերի գծերը, որպեսզի կարողանան լավ կրակեն։ Ըստ քեզ Դավիթն ինչի շնորհիվ կարողացավ դառնալ Եվրոպայի չեմպիոն։ Նախ Դավիթը բավական արդեն մոտ երևի 5-6 տարի է, կարելի ասել, էսի պրոֆեսիոնալ ձևով երեխա տարիքից մոտենում է մարզումներին։ Դավիթի վրա բավականին մեծ ուշադրություն է դարձվել ելնելով իր հնարավորություններից, պոտենցիալից եւ արդեն որերորդ միջազգային մրցումն է մասնակցել, այսինքն այդ ինտենսիվությունը մրցումների, ստուգարքների, մարզումների, իհարկե հավաքականի գլխավորությամբ Դավիթի անձնական մարզիչն է, հավաքականի մարզիչ Անդրանիկ Այվազյանն է, մաքսիմալ ինտենսիվ աշխատանքով Դավիթը կարողացավ գալ հասնել այս արդյունքին, անցած տարի նույն մրցմանը Դավիթը գրավեց, եթե չեմ սխալվում, 10-րդ տեղը, նույն 16 տարեկան դեն ժամանակ ավելի փոքր էր ու իր առաջին միջազգային ոնց որ մրցելույթներ, այս տարի Դավիթը ապացուցեց, որ զուր չի։ Իր չարչանակները բոլորիս այս ջանքերը, որ ինքը դառնա լավ մեծ սպորտսմեն հրաձիգ։ Խոստովանում Դավիթը լավ ֆիզիկական տվյալներ ուներ, նույնիսկ կարող է բասկետբոլ խաղալ։ Այդ տվյալները օգնում են հրաձգության ժամանակ։ Իհարկե, ճիշտ է, ասենց պատկերացում կա, որ հրաձգությանը ֆիզիկական պատրաստվածությունը ոչ, ասենք 90 կամ 80-100%-ով է անհրաժեշտ, բայց այդ 50%, եթե 40, իրոք նավանդ հրացան ձևը, որը բավականին ծանր զենք է, դա տարիներով մարզիկները տեսել եք օժանդակ մարզահագուստ կա իրանց վրա մասնագիտական, դա էլ հակնում են, որ կարողանան այդ բեռը մեջքի, այդ ճնշումը եւ այլը կարողանան կարգավորեն ու դրա հետ մեկտեղ կարողանան նման դիպուկ մանրակրկիտ աշխատանք կատարել, միանշանակ օգուտ է։ Իդեպ միասին փորձում ենք մաքսիմումը, որ կարողացա հասնել, դա երկուսն էր։ Հա, շատ։ Դե էլի վատ չի, ասեմ ձեզ, որովհետեւ հա դուք ասում եք, այդ երկուսն էլ ասեղի մի քանի 3 անգամ մեծ ասեղին եք դիպել, էլի վատ արդյունք չի, բայց հա ուղղակի հրացան ձևում բոլոր ձևերն է մեր մոտ այդ շատ բան։ Ուղղակի ասես մի պատկերավոր բան ասեմ։ 30 տարի առաջվա ու հիմիկվա արդյունքները հրացան ձևում մոտ 10 հաճոք տարբերություն, 10 միավորի տարբերություն է տալի։ Ատրճանակում փոփոխություն նման չկա։ Այսինքն համաշխարհային ամբողջ աշխարհով մեկ հրացան ձևը շատ է զարգացել եւ արդյունքները շատ են բարձրացել։ Այսինքն 10 տարի առաջվա դիպած օրինակ Բաբայան հրաչը, որ եվրոպական խաղերում 628-ով առաջի տեղով մտավ եզրափակիչ, հիմա այդ արդյունքով դու կարող ես Եվրոպայի առաջնություն նույնիսկ եզրափակիչ չմտնես, ոչ թե առաջի տեղով։ Դե այսինքն պետք է անընդհատ համալրես, փոխես, աշխատես քո վրա, ինչպես նաև տեսությունների վրա ճիշտ աշխատես այդ պարապմունքային ու գնանք առաջ։ Անդրադառնանք մեզ սպասվող ամենակարևոր իրադարձությանը, առաջին անգամ Երևանն ընդունելու է Եվրոպայի առաջնությունը։ Դա եւ պատասխանատվություն է եւ նաեւ շատ մեծ պատիվ։ Այո։ Ոնց ենք պատրաստվում։ Իրոք դա մեծ պատիվ եւ մեծ պատասխանատվություն է մեր համար, որովհետեւ երբևէ Հայաստանում նույնիսկ միջազգային մրցաշար չի եղել սպորտային հրաձգությունից, աշխատանքները բավականին ինտենսիվ գնում են, արդեն են կարելի ասել
ֆինիշային այդ բանին ենք հասել։ Արդեն այս պայդրությամբ կարող եմ փաստել, որ արդեն 39 երկրից հայտ ունենք, ներերալ Հայաստանը, ինչպես նաև մոտ 400 մարզիկի մոտ արդեն հայտ են տվել, որ մասնակցեն Եվրոպայի առաջնությանը Երևանում եւ հուսով եմ ամեն բոլոր աշխատանքները գրագետ կկատարվի ու մենք բավականին պատկառելի առաջնություն կունենանք։ Ինչպիսի թիմով ենք մասնակցում եւ ինչ հավակնություններ ունենք։ Մենք բավականին ընդլայնված կազմով ենք մասնակցում, միայն հրացան աղջիկների մասով հավաքականը հայտ չի ներկայացրել, արդեն երևի ծանոթ եք, Էլմիրա Կարապետյանը, Բենիկը Խլխացյան, Հրաչը Բաբայանը, Արտյոմը Զավենը, ինչպես նաև Վազող Թիրախի մեր բավականին ուժեղ հավաքականը, Լիլիթը, Հովանեսը Մարգարյան, Գոհարը, Գոռը Խաչատրյան, միանշանակ ակնկալիքներ ունենք մեդալային ոչ թե պայքարելու, այլ բարձր, ոնց են ասում, բարձր բանի մեդալներ վերցնելու։ Հրաձգության Երևանյան Եվրոպայի առաջնությունը կայանալու է փետրվարի 27-ից մարտի 5-ը։ Երևան են ժամանելու բազմաթիվ ուժեղ մարզիկներ։ Վստահ եմ, մեր երկրի օրներքը բազմիցս կհնչի Եվրոպայի առաջնությունում եւ մենք ունենանք բազմաթիվ չեմպիոններ։ Եթերում չեմպիոնի հետն էր, սպասեք մեզ։